Եվ քանի որ դատարանի հարցերը ևս նախորդ նիստին սպառել է, միայն այս նիստին հնչած հայտարարությունների եւ ներկայացված նյութերի մասով ընդամենը 2 հաց դատարանի մոտ ծագեց։ Արգելի դատախազ պաշտպան Ալեքսանյանը լրացուցիչ նյութեր ներկայացրեց գրավից արձանցվող հարցի մասով։ Ունեք արձագանք, թե ոչ։ Բակոջը դատարան ճիշտ ասած, ինձ համար որոշակի անհասկանալի հանգամանքներ կային, որովհետև որքան ես ընկալեցի պարոն Ալեքսանյան շուտ բնակարանի մասին էր բնակարան։ Դա նպատակն է։ Ինչու դրան չարադարձա եւ առասարակ դրան անդրադառնալու արեցում չեմ տեսնում, որտեղ ես գտնում եմ, որ այլընտրանքային որևէ խափան միջոց պատճառ կրկին չի կարող ապահովել, հետեւաբար դրանց անդրադառնալու ուղղակի նպատակարար չեմ համարում։ Հասկացա, շնորհակալություն։ Դատարանը ամփոփելով ներկայացրել Գասպարյանի եւ Սիմոնյանի մասով խափանու միջոցի հարցի քննարկումը դեռևս չանդրադառնալով վերջնականապես ներկայացրել Մնացականյանի խափանու միջոցի քննարկման հարցին, լսելով կողմերի դիրքորոշումները եւ վերանայելով գործունեությունները ուսումն հնարավոր իրավաչափորեն հնարավոր մասով որոշում է նախ հաշվի առնելով որ ներկայացրել Սերոբ Գասպարյանի նկատմամբ իրավված խափանման միջոց կալանքի իրավաչափության պայմանները շարունակում են արգելվել, ուստի դատարանը որոշում է երկարաձգել իրավված խափանման միջոցի ժամկետը 3 ամիս ժամանակով մինչև թվականի սեպտեմբերի 16-ը պահպանելով նրա նկատմամբ իրավված սահմանափակումները գործավալով մի վերաբան բացառությամբ հաղորդակցության սահմանափակման հետևյալ դեպքի ներկայացրելին թույլատրել հաղորդակցվել Արթուր Բաչագրյանի Խաչատրյանի հետ նույնականացնող տվյալները անձնագիր AL 02-35-441 Եվ դատարանը իր ներկայացում դատարանը իր որոշումը կկազմի նաև առանձին փաստաթղթի ձևով կողմերին առաքումը կազմակերպելու եւ բողոքարկման կարելի ժամկետները բարձրաբանելու համար, որպես բարձրաբանում այս մասով նշեմ, որ այո, արգելի դատախազ խոսքը Վարշավային է վերաբերում, նաև այս մասով դատարանը մինչև նիստը արգելի պարոն Ալեքսանյանի ներկայացրած ռեգիստրի վկայականի տեղեկություններով ուսումնասիրեց տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը, որը էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանի հավելվածն է, որի համաձայն ռեգիստրի վկայականում նշված թվային կարգագիրը համապատասխանում է վարսավիրական գործունեությանը, այսինքն թե ռեգիստրի վկայականում առանձին նշված չէ, բայց նշված է թվային դրսևորումով, ինչը համապատասխան հրամանի հավելված դասակարգչով պարզվում է, որ վարսավիրական գործունեության վերաբերյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակն է։ Դրանով իսկ դատարանը փաստարկված է համարում, որ խոսքը վարսավիրի մասին է։ Քննարկելով ներկայացրել Էրժանիկ Սիմոնյանի նկատմամբ իրավված խափանման միջոցի հարցը, դատարանը գտնում է, որ խափանման միջոցի իրավաչափության պայմանները նրա դեպքում շարունակում են արգելվել եւ որոշում իրավված կալանք խափանման միջոցի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամանակով մինչև թվականի սեպտեմբերի 17-ը։ Եվ դատարանը որոշումը ևս առանձին փաստաթղթի ձևով ուղղակի կողմերին բազաբանելով դերակցության կարգով բողոքարկման ժամկետները, այն 10 ժամկետը դատարանը հարցերը համարում է լուծված եւ ես մի հարց կգտեմ ամեցան Պատվիրժան դատարան հավանականությամբ հաշվի առնելով որ Սերոբ Գասպարյանի ողջական խնդիրներ եւ անհրաժեշտություն կառաջանում է կշկետան միջամտության եւ հնարավոր է այդ հանգամանքով պայմանավորված վերջինս երկու շաբթի տեղափոխվի համապատասխան քաղաքացիական
բժշկական հաստատություն, ձեզ եմ խնդրում թույլատրել նաև հնարավոր տեղափոխման եւ այդտեղ գտնվելու բժշկական վիճամտության շրջանակներում, որպես խնամակալ վերջինիս կինը հնարավորություն ունենա այդտեղ վերջինիս հետ գտնվելու, խոսքը գնում է Հռոմեո Պետրոսյանի մասին, ով հանդիսանում է Սերոբ Գասպարյանի օրինական ամուսնության շրջանակում։ Ինչպես հաստատի ամուսնության պատժամը։ Հռոմեո Պետրոսյան հասկացա։ Արագին պաշտպան վերաբերելի նյութեր կան առողջական վիճակով պայմանավորված տեղափոխելու վերաբերյալ։ Պատվիրժան դատարան ամենայն հավանականությամբ երկուշաբթի որ այդ ամեն ինչը տեղի ունենա, դրված շփաթ թղթերը կուղարկեն դատարան։ Լավ, իսկ խոսքը տիկնոջ մասին։ Տիկնոջ, այո, հաստատության ամուսնության մեջ գտնվում։ Տիկնոջ ինքնության վերաբերյալ տվյալ։ Եվս կներկայացնի պատվիրժանը։ Լավ, դեպքում դատարանը ինչպես այս դատական նստով առանց տվյալների հարցը լուծի Պատվիրժանը գիտություն ձեզ դրա մասին հայտնում եք, երկուշաբթի, քանի որ մենք ստույգ չգիտենք տեղափոխումը տեղի ունենա թե չի, եթե տեղի ունենա, մենք ձեզ գրության դրա վերաբերյալ ծանոթություն կանենք համապատասխան փաստաթղթերը ցույց ներկայացնելու։ Այսինքն դուք չեք պնդում մեզ նշությունը։ Չէ, նշտորությունը պնդում ենք միանշանակ։ Այո, լավացիչ փաստաթղթեր։ Ես արձագանք կարծես թե ձեր մտածությունը պարապվում է դատարանը սահմանափակումները պահպանեց նույն ծավալով, բացառված է նրա բացառության մերձավոր ազգականների եւ այդպիսի սահմանափակում դատարանը չի իրավե ամուսնալուծված են ըստ դե յուրե պատվիրժան դատարան, բայց փաստացի ամուսնության մեջ գտնվում են դրա համար, որպեսզի խնդիր չառաջանա, դրա մասին հայք համարեցինք հայտնենք։ Իսկ այդ անձնությունը երբևէ գործով հայտնի դարձել է, քանի որ բազմահատորը հիմա չէ, առաջին անգամ է դատարանը պասպորին լսում, այո, դա բերել տվյալ է։